Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է խորթմոր կողմից դաժան ծեծի ենթարկված մեկամյա փոքրիկը։ Այդ մասին առաջին լուրեր ԿՏՄ-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ Փոքրիկի կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։ Երեխան այսօր մահացել է։ Այս օրերի ընթացքում բուժական անձնակազմն արել էր հնարավոր ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար, ասել էր Ծատրյանը։ Star News-ը իր ցավակցությունն է հայտնում։ Խորթմոր կողմից բռնության ենթարկված և կլինիկական մահվան ախտորոշմամբ հոսպիտալացված 1 տարեկան 2 ամսեկան երեխայի քույրը, որին մեծացնում էր տատիկը, տեղափոխվել է Հայ օգնության ֆոնդի Մարդիկյանի անվան երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Հովից։ 4-ամյա աղջիկը հետազոտվում է Արաբկիր բժշկական կենտրոնում։ Դժվար է ասել, թե որքան ժամանակ նա կմնա այնտեղ, քանի որ միայն թեստեր են անցկացվում։ Սկզբնական ախտորոշումները վկայում են երիկամների հետ կապված խնդիրների մասին։ Այդ մասին հաղորդում է Հովը, իսկ մեզ մնում է հավելել, որ 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին հայտարարություն են տարածել տարբեր լրատվական կայքեր։ Իրավապահները հայտնում են, որ 4-րդ օրը վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1 տարեկան փոքրիկին հունվարից ծեծել են, իսկ մարտի 15-ին փորձել են սպանել։ Գործով ձերբակալվածը երեխայի հոր 2-րդ կինն է, նրան կալանավորելու միջնորդություն կա։ 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր 2-րդ կնոջ նկատմամբ, նշված է հաղորդագրության մեջ։ Դատախազությունը առայժմ ոչ մի տեղեկություն չի հրապարակել հոր հնարավոր պատասխանատվության մասին։ Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր 4-րդ երեխան է։ Զույգ տղաներին, ըստ Արարատի մարզի համագյուղացիների, մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին մնացել է 3-ամյա աղջնակը։ Մայրը Ազատությանն ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան կգտներ։ Երևանի Արաբկիր բժշկական համալիր նախօրեին ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Ազատությանը հայտնել են բժշկական կենտրոնից։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Կլինիկական մահ ախտորոշմամբ փոքրիկը նախորդ գիշեր էր բուժկենտրոն տեղափոխվել։ Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, 1 հոգի ձերբակալված է։ Ավելի վաղ ՆԳ նախարարը հայտնել էր, որ 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք։ Արարատի մարզում բնակվող տատիկը Ազատության եթերում ասել էր, որ իր աղջիկը կապ չունի, փոքրիկին տարել էր երեխայի հոր նախկին ամուսնու տուն, մինչև վարձով տուն կգտներ։ Երեխուն տարել էի հոր տուն, այնտեղ ավելի ապահով էր։ Ես չգիտեի, թե ինչ կարող էր լինել, նշել է փոքրիկի մայրը։ Նրա խոսքով նախկին ամուսնու տանը այլ կանայք կան, տարբեր ամուսնություններից ծնված երեխաներ, իսկ հարուցված քրեական գործերի շրջանակներում ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է, նշել էր երեխայի մայրը։ Մարտի 16-ին արտառոս դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսեկան Ալեքսան Մ-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների
երեխային ծեծի է ենթարկել նրան պահողներից մեկը։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ Ավելի ուշ նոր մանրամասների հայտ եկան դեպքի առիթով։ Տուժած երեխայի տատիկի հետ զրուցելով լրագրողները պարզել էին հետևյալը. «Ես տատիկն եմ, իմ աղջկա երեխան ա։ Ինձ ասացին, որ երեխային մոտ մտնել չեն թողնում, ռեանիմացիայում ա։ Իմ երեխուն գցել են կեղտոտ շրջապատ, չեմ կարողանում իմ աղջկան փրկել։ Տատիկը պատմում է, որ դուստրը 2 ամիս որդու հետ ապրել է կողակցի հարկի տակ ու սարսափելի անառողջ հարաբերությունների պատճառով փախել բռնակալ տղամարդու մոտից, թողնելով երեխային այնտեղ։ Իսկ երեխային ծեծել է տղամարդու բազմաթիվ կողակիցներից մեկը։ Աղջիկս գնացել է, որ տուն գտնի, որ հետո վերցնենք երեխային ու մենք պահենք։ Մի ժամանակ իմ մոտ էր մնում։ Ֆեյսբուքից եմ իմացել, որ այդ կինը երեխային ծեծել է, խփել երեխեն վատացել ա։ Երեխան արդեն հիվանդանոցում էր, երբ երեխայի մոր կողակիցը զանգել է տղայի քեռիին ու հայտնել, որ նա մահամերձ է։ Տատիկը պատմելիս նշում է, որ ինքը որդուն չի թողել, որ գնա, ասելով, որ գլուխը կուտեն։ Մի հատ խուժանի հետ է ապրում, ես չգիտեմ ինչ խառը վիճակ ա էնտեղ։ Տիկինը որոշ մանրամասներ հայտնելով հավելեց, որ դստեր կողակիցը նրան ծեծել է, 4 անգամ ստիպել աբորտ անել։ Պատմում է տուժած երեխայի մորական տատն ու հավելում, որ դուստրը հիմա էլ հղի է։ Իսկ ահա տուժած երեխայի կենսաբանական հայրը որդուն դեռ չծնված փորձել է ազատվել երեխայից էլ, նրա մայրիկից էլ։ Հիվանդանոցում հայտնված տղան զույգ եղբայրներ ունի, որոնք այժմ մանկատանն են։ Տատն ասում է, որ փորձել է ամեն բան անել, որ գոնե նրանցից մեկը մնա իրենց մոտ, սակայն առողջական վիճակը չի ներում, ֆինանսական վիճակը ևս։ Կլինիկական մահ ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Նյուզերեմին հայտնել են, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են 1 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Թե ով է ձերբակալվածը, ՆԳՆ ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնել։ News.am-ի տեղեկություններով երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։ Ավելի վաղ Շամչենդ.com-ը գրել էր, որ մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսեկան Ալեքսան Մ-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների երեխային ծեծի է ենթարկել նրա մայրիկի կողակցի ներկայիս կինը։ Արարատի մարզում կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված կինը երեխայի մոր ընկերուհին է, հայտնում են երեխայի հարազատները։ Երեխայի մայրը վերջերս ամուսնալուծվել է, ունի նաև 4-ամյա դուստր։ Նշվում է, որ երեխաներին խնամելու ընթացքում ծեծի մեջ կասկածվող կինը այժմ ապրում է երեխայի հոր հետ նրա տանը։ Երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը, սակայն նա մնում է ծայրահեղ ծանր վիճակում՝ գանգուղեղային վնասվածքով։ Մանրամասները քննվում են։